Բայց ի՞նչն է խնդիրը։ Իրականում սա որ դեպքերում է, էլի ասենք, հələ մի հատ հարց տանք մեզ, իրոք, որ դեպքերում է, որ մարդը հրապարակային խոսքում սկսում է այդ գրեհիկ բառապաշարը օգտագործել, ընդհանուր մինչև հայհոյանք։ Դա այդ դեպքերում է լինում, երբ որ ինքը պետք է սուր այսպես հակադրության, սուր իրավիճակի նմանակում ստեղծի, իմիտացիա ստեղծի, երբ որ իրականում հակադրություն եւ հակասություն չկա։ Եվ հենց այս խնդրի հետ մենք գործ ունենք։ Երկկողմանի մեր քաղաքական դաշտում, եթե տեսնում եք այդ բանավեճերը նույն ազգային ժողովում ինչպես է լինում, երկկողմանի ուրեմն սրում են այդ գրեհիկ բառապաշարն են օգտագործում եւ տպավորություն է ստեղծվում ամեն անգամ, որ տեսեք, այսինչ ուժեղ այսինչ արմատական հակադրություն կա երկու կողմերի միջև, որ ընդհանուր մինչև հայհոյանքներ են հասնում, բայց երբ որ դու նայում ես տակը իրենց բուն ասելիքի մեջ, այդտեղ բուն ասելիք չկա, բուն բանավեճ չկա, իրանք ոչ մի բանի շուրջ են բանավիճում։